Ողջույն սիրելի ֆուտբոլացի բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում AFL-ի Winter Cup մրցաշարը շարունակվում է եւ հիմա արդեն այս շաբաթվա առաջին հանդիպմանը միմյանց դեմ կմրցեն Winter Cup-ի 3-րդ տուրի շրջանակներում Watford-ը եւ Mainz-ը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Ու սկսենք Mainz-ից, ում դարպասը պաշտպանում է Տիգրան Աբակյանը համար 33, Էրիկ Ներսիսյան համար 4, Եղամ Սարգսյան համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Կարապետ Կիրակոսյան համար 9, Դավիթ Պերիխանյան համար 10, Դավիթ Խշվեջյան համար 11, Դավիթ Գևորգյան համար 16, Ռաֆայել Կյուրեղյան համար 17, Վյաչիսլավ Պետրոսյան համար 18, Վարդան Հովանեսյան համար 22 եւ Նարեկ Երևանյան համար 27։ Կամրցավարի Սուլիչը մեկնարկած է հանդիպումը, ծանոթացնում նաեւ Watford-ի կազմը դարպասը պաշտպանում է Վիտյա Գրիգորյանը համար 1, Նաիրի Պետրոսյան համար 2, Համո Աթայան համար 3, Արմեն Հարությունյան համար 5, Ադեբայո Օլիմելակեն համար 6, Գևորգ Կարուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Նարեկ Բադալյան համար 9, Գագիկ Սահակյան համար 10, Արամ Եսայան համար 11, Միքայել Երանոսյան համար 15, Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Եկտուբարյան համար 49, հա, այսպիսի մեծ կազմով է այսօր Watford-ը ներկայացել այս հանդիպումը։ Արուշանյան խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում Եկտուբարյանի կողմից ու դա միանգամից նկատեց հանդիպման գլխավոր մրցավարը։ Սա Winter Cup-ի 3-րդ տուրի հանդիպումն է, որտեղ թիմերը շատ լավ մարզավիճակում են գտնվում։ Watford-ը այս պահին երկու անցկացած հանդիպումից հետո ունի իր ակտիվում վաստակած 6 միավոր, երկու խաղում տարել է նույնքան հաղթանակ ու շատ վստահ հաշիվներով է հաղթել Watford-ը խփած եւ բաստողած գնդակների շնորհիվ այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը, ունի իր ակտիվում գրանցած 10 գնդակ եւ բաց է թողել ընդամենը միայն մեկը։ Իսկ հա Mainz-ը առաջին տուրի հանդիպումը բաց թողեց եւ երկրորդ տուրում ոչ ոքի խաղաց Chelsea-ի դեմ 2-2 հաշվով եւ այս պահին 1 միավորով մեկ անցկացած հանդիպումից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում, դեռ սա 3-րդ տուրի հանդիպումը, իհարկե այսպիսի հանդիպում միավորների կորուստը ոչինչ չի որոշի, բայց իհարկե եթե թիմերը ցանկանում են գտնվել առաջին ուժեղագույն ությակում, ապա ցանկացած հանդիպման պետք է պատրաստ լինեն։ Այստեղ Հովանեսյանն էր պայքարում Պետրոսյանի դեմ, բայց չկար խաղի կանոնների խախտում մրցակցի ֆուտբոլիստի կողմից ու հիմա խաղարկում են գնդակը Watford-ի ֆուտբոլիստները պաշտպանությունում։ Արուշանյան հեռու թողեց այստեղ Արուշանյանը գնդակը ու հիմա արդեն Mainz-ը դուրս է գալիս պաշտպանությունից, բայց ոչ այնքան հեռու, այստեղ կրկին գնդակը Watford-ի ֆուտբոլիստների մոտ է, Պետրոսյանը ուղարկում է գնդակը Ադեբայոին, Գևորգ Կարուշանյան գտավ ձախ եզրում Երանոսյանին ու այսպիսի խաղարկումներով Watford-ը աստիճանաբար մոտենում է արդեն մրցակցի տուգանային հրապարակին, այո Watford-ը իսկապես շատ փայլուն մարզավիճակում է գտնվում այս պահին, թիմը նախ դուրս է եկել AFL-ի 3-րդ դիվիզիոնի գավաթի շրջանակներում եզրափակիչ, որտեղ օրեանց կմրցի Monza-ի դեմ, իհարկե Monza-ն կրկին շատ լավ մարզավիճակում է գտնվում, եկեք չմոռանանք, որ շաբաթներ առաջ կարողացավ Monza-ն նվաճել Summer Cup-ի բաղձալի տիտղոսը եզրափակիչում 11 մետրանոցներով հաղթելով Վերդերին, բայց այստեղ գնդակը Պետրոսյանը դաշտի սահմաններում, Գևորգ Կարուշանյան թողնում է գնդակը Եկտուբարյանին, գուցե հարված տեսնենք, հարվածը կա Եկտուբարյանի, բայց գնդակը շեղությամբ ընթացավ ու հարված կլինի Mainz-ի դարպասից։ Այո, իսկապես շատ հետաքրքիր դիմակայություն է սպասվելու Watford-ի դեմ Monza-ի հանդիպմանը։ Այստեղ Սարգսյանը լավ չգործեց ու եզիս կնետի արդեն Պետրոսյանը Watford-ի կազմից թողեց այստեղ գնդակը խաղանկերոջը Պետրոսյանը։
Այո, եւ Watford-ը այս պայն ունենալով իր ակտիվում 6 միավոր շատ վստահ զգում է իրեն առաջին հորիզոնականում Երանոսյան 1-0 շատ արագ Watford-ը բացում է այս հանդիպման հաշիվը ու Երանոսյանը դիպուկ գտնվեց մոտ տարածությունից բացելով հանդիպման հաշիվը 1-0 Իսկապես շատ ակտիվ էր մեկտարկել Watford-ը հանդիպումը եւ հիմա արդեն հանդիպման 4 րոպեին առաջ են հասնում անգլիական անկումբի ներկայացուցիչները հաշվում են եւ հիմա տեսնենք ինչով կփորձի պատասխանել Mainz-ը հիմա քիչ էր մնում արդեն հաջորդ գրոյի ժամանակ Արուշանյանի կատարած հարվածից հետո գնդակը հայտնվեր դարպասում բայց անդրադարձի շնորհիվ այն դուրս եկավ դաշտի սահմաններից կրկին Արուշանյանն գնդակով դեպի Երանոսյանը փոխանցում տեսանք այն չասավ Ասիատիրոջը բայց վտանգը չեզոքացին Mainz-ի պաշտպանները այս դրվագում ու հիմա կփորձեն արագակերպ կազմակերպել, բայց հասցրեց Watford-ը վերադասավորվել, Սարգսյանն է ընդունում գնդակը ձախեզրում ու փորձում է առաջ շարժվել, գտավ կենտրոնում Հովանեսյանին, իսկ այստեղ Կարայո խաղի կանոնների խախտում Էկտուբարյանի կողմից մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ եւ ստանդարտ է խաղարկում Mainz-ը Սարգսյան կատարեց այստեղ փոխանցում, բայց Ադեբայոն առաջինն է արձագանքում գնդակին Կրկին Ադեբայոն ու հասցրեց այստեղ փոխանցում կատարել Միքայել Երանոսյանի ուղղությամբ Գևորգ Արուշանյան կրկին թողնում է գնդակը Երանոսյանի, բայց այս փոխանցումը կանխեց Ներսիսյանը ու հիմա Mainz-ն է հասնում գրոյի, բայց ելով եթե ոչ Միքայել Երանոսյանը այստեղ կասեցեց մրցակցի Արագ հակագրոյի հնարավորությունը հիմա իր թիմն նետվել առաջ Արուշանյան կա փոխանցում է Էկտուբարյանի վտանգավոր է, բայց այստեղ էլ հեռացված է գնդակը հիմա Պերիխանյանն է ընդունում այն իսկապես շատ բարձր է հանդիպման տեմպը հենց առաջին րոպեներից սկսած եւ այդ է պատճառը որ առայժմ ունենք մեկ խփած գնդակ իհարկե թիմերը նաեւ շատ ուշադիր են գործում պաշտպանությունում բնականաբար բայց հանդիպումը մեզ կանխորոշում է այն մասին որ կտեսնենք գոլառատ հանդիպում այս խաղի ընթացքում Պերիխանյան Ադեբայոն այստեղ հասցրեց փակել գնդակի ճանապարհ ու հիմա արդեն շատ լավ գրոյի կարող էր անցնել Watford-ը, բայց ընկավ այստեղ Watford-ի գրոյի տեմպը Էկտուբարյան եւ եզից կնետեն Mainz-ի ֆուտբոլիստները այո Սարգսյանն է կատարում եզրային նետում, այստեղ Պետրոսյանը փորձը չեղել հաջող չստացվեց, իսկ Ադեբայոյի հեռացումը կրկին չստացվեց, չի ավարտվել Mainz-ի գրոհը, Մկրտչյան ու կարծես անկյունային արված, այո, նշանակեց մրցավարը, բայց համաձայն չէ մրցավարի որոշման հետ Արուշանյանը իհարկե վարկած կար որ հենց Մկրտչյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, բայց մրցավարի որոշումը անփոխարինելի է եւ տեսնենք այս անկյունային խաղարկումը ինչի կբերի Mainz-ին Պերիխանյան թողեց գնդակը Մկրտչյանին Կրկին Պերիխանյան գուցե երվից փորձի հաջող չէր կասեցումը, բայց մնաց գնդակով Դավիթ Պերիխանյանը կրկին Մկրտչյանն է ստանում գնդակը վտանգավոր է կա փոխանցումը Սարգսյան հարված ու այստեղ Պետրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին Եսայանն էլ փորձում է սկսել իր թիմի արագակագրող Ադեբայո կա փոխանցումը Էկտուբարյանի ուղղությամբ Եսայանը կհասնի այս գնդակին անկասկած Եսայան ընկավ մի փոքր այստեղ արդեն Watford-ի գրոյի տեմպը, բայց գնդակը մնում է Watford-ի մոտ, Ադեբայո գուցե երվից հարված տեսնենք կա հարված ու այստեղ գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից, այո այսօր Watford-ի հայտարարում կա թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը Գագիկ Սահակյանը դա իհարկե կփաստեն բոլոր նրանք ովքեր հետևում են Watford-ի հանդիպումներին, բայց առայժմ խաղադաշտում չէ Սահակյանը, իհարկե պայսայինների նսանին է տեղ զբաղեցել, հուսանք որ քիչ անց նա կլինի խաղադաշտում չկար այստեղ ոչինչ իհարկե մաքուր գործեց ըստ մրցավարի Watford-ի պաշտպանը, բայց կարծում եմ առաջին հնարավորության դեպքում մրցավարը կարող է դիտել տվյալ դրվագի կրկնապատկերը Երանոսյան լավ պատխաղարկում այստեղ ստացվեց Երանոսյանի կողմից
բայց թույլ չտվեցին, որպեսզի Սիմոնյանը ընդունի գնդակը եւ հարված կատարի դարպասի ուղղությամբ։ Ու հիմա Մայնցը կարող է լավ հակագրոզ արգասնել Հովանիսյան, գտավ կենտրոնում Ներսիսյանին կա Զախից Մկրտչյանի տարբերակը, բայց ուժեղ կատարեց այստեղ Ներսիսյանը փոխանցումը եւ Մկրտչյանը հիմա ավելի բարդ եզում հայտնվեց ու գնդակն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Արուշանյան Արկում է գնդակը Սիմոնյանի հետ, ներողություն Պետրոսյանի հետ, Արուշանյանը, Եսայան Մոնաց գնդակով Եսայանը, բայց հագեցին Եսայանին հարված կատարելու պահին թույլ չտալով դա անել, Ներսիսյան Խորքից փոխանցում ենք տեսնում եւ այստեղ առանց որևէ խնդիրների Պետրոսյանը հեռացեց գնդակը, բայց այն հաջող չէր ու Սարգսյանն է հիմա ուժեղ փոխանցում կատարում դեպի Պերիխանյանը, բայց իսկապես փոխանցումը ստացվեց բարից բուն իմաստով ուժեղ ու այս գնդակին պարզապես Պերիխանյանը հասնում չէր կարող։ Արուշանյան, Ադեբայովն է ուղարկում գնդակ ու արդեն հիմա ձախ եզով Վոտֆորդի ֆուտբոլիստները սկսում են իրենց հերթական գրոհ, եթե այսօր եւս կարողանա 3 միավոր վաստակել Վոտֆորդը, ապա կունենա 3 անցկացած հանդիպումից հետո 100% արդյունք ու 9 վաստակած միավորով կշարունակի գլխավորել Winter Cup 2025-26 մրցաշրջանի ախմբի մրցաշարային աղյուսակը, իհարկե դեռ նրանք կարող են հավասարվել մի շարք թիմեր, իսկ այստեղ Երանոսյանի կատարած հարվածից հետո արդյոք գնդակը չի հայտնվել դարպասում, հայտնվել է այո 2-0 Միքայել Երանոսյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց Վոտֆորդն կրկնապատկում է իր առավելությունը։ Իսկապես առաջին տպավորությունն այնպիսին էր, որ գնդակը դիպավ երկու դարպասաձողներին եւ այդ պատճառով չարձանագրվեց գոլը, հետո իհարկե արդեն ամեն ինչ ակնհայտ էր ու Երանոսյանի շքեղագույն արվածից հետո հիմա Վոտֆորդը հաղթում է արդեն երկու գնդակի առավելությամբ մրցածին 2-0 Մայնցի խնդիրները ավելի է բարդանում այս պայից սկսած։ Հիմա պաշտպանությունում սխալվում են Մայնցի ֆուտբոլիստները Գևորգ Արուշանյան վտանգավոր գրոհի անցել Վոտֆորդը չանցավ այստեղ Արուշանյանի փոխանցումը ու Ներսիսյանը մաքուր գործեց, իսկապես մի քանի ֆուտբոլիստով կարող են միայնակ դուրս գալ դարպասապայի դիմաց, եթե ստացվեր Արուշանյանի փոխանցումը, հիմա Պերիխանյանն էլ չհասցրեց այստեղ կասեցնել գնդակը։ Պերիխանյան ուղարկում է Սարգսյանին, բայց ուժեղ էր այս փոխանցումը։ Պետրոսյան սկսում է Վոտֆորդի հերթական գրոհներից մեկը, արդեն իսկապես ավելի վստահ են իրենց գում խաղադաշտում Վոտֆորդի ֆուտբոլիստները։ Ադեբայո կրկին Երանոսյանն է ստանում գնդակը և հետ փոխանցում դեպի դարպասապա Գրիգորյանը։ Նայելի Պետրոսյան ուղարկեց գնդակը Արուշանյանի ուղղությամբ և կրկին գնդակով Վոտֆորդի պաշտպաններն են, Ադեբայոն տվյալ դեպքում հաղարկում է գնդակը Արուշանյանի հետ և չի շտապում հիմա բնականաբար Վոտֆորդը արդեն առաջի խաղակեսի կեսից ավելին անցել է ու 2-0 արդյունքը այնպես է, որ կգոհացնի բնականաբար Վոտֆորդի ֆուտբոլիստերին, այստեղ երկար մտածեց Արուշանյանն ու Պերիխանյանը կարողացավ խլում կատարել, հիմա էլ ինքը կարող է եզրափակել այս գրոհը, Պերիխանյան, բայց Ադեբայոն դա թույլ չտվեց, Հովանեսյան չի ավարտվել Մայնցի գրոհը, հիմա արդեն կարելի ասել ավարտված է։ Ու Երանոսյանին էր ուղղված այս փոխանցումը վտանգավոր գրոհի անցել Վոտֆորդը, բայց շտապեց այստեղ Միքայել Երանոսյան ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սարգսյան դեպի կենտրոն փոխանցում տեսանք, այստեղ Պերիխանյանն է շատ լավ նկատեց խաղընկերոջը, Մկրտչյան գուցե հարված հետևի, բայց
Ադեբայան այստեղ կրկին վստահ իհարկե անում են Mainz-ի ֆուտբոլիստները հնարավորինս մոտենում են մրցակցի դարպասին, բայց վերջնական հարվածները այնպես չեն ստացվում, ինչպես Պելիխանյանի տվյալ դեպքում կատարած հարվածներ, որից հետո Գրիգորյանը փրկեց Watford-ին ու անկյունային հիմա կտեսնենք Mainz-ի ֆուտբոլիստների կատարմամբ Վարդան Հովանեսյանն է գնդակի մոտ, նա բնականաբար արդեն կիրացնի այս անկյունայինը խաղարկում է Ներսիսյանի հետ գնդակը փոխանցում, բայց Արուշանյանը կանգնեց գնդակի ճանապարհին, կրկին Հովանեսյան ու նորից Արուշանյանն է փակում փոխանցման ճանապարհը, այո շատ լավ հանդիպում է անցկացնում այսօր Գևորգ Արուշանյանը, բայց այս փոխանցումը դեպի Էկտուբայանը չանցավ իսկապես, իսկ հիմա Էկտուբայանը կարողանում է խմբում կատարել, տեսնենք Գևորգյան, այստեղ հասցրին դուրս գալ պաշտպանությունից Mainz-ի ֆուտբոլիստները, բայց ոչ այնքան հեռու, Գևորգ Արուշանյան, գուցե հեռվից հարվածի Արուշանյանը հարված, բայց տեղում է Տիգրան Ավակյանն ու կարողացավ ֆիքսել Արուշանյանի կատարած հարվածը։ Գեգամ Սահակյան նետվում են առաջ Mainz-ի ֆուտբոլիստները ձախ եզրով հիմա էլ։ Դավիթ Պելիխանյան լավ գրոյի անցել Mainz-ը, Պելիխանյան, բայց այստեղ գերազանց ու փայլուն է պաշտպանվում Նաիրի Պետրոսյանը դուրս չտալու մրցակցին առաջ շարժվել։ Հիմա էլ արագ Watford-ի պատասխանին ենք ականատես լինում։ Արուշանյան տեսնենք ինչ որոշում կայացնի այս դեպքում Գևորգ Արուշանյանը։ Բայց Արուշանյանի փոխանցումը դեպի Սիմոնյանը չանցավ ու հիմա Գեգամ Սահակյանը կրկին փորձում է սկսել իր թիմի հերթական գրողներից մեկը, բայց Սահակյանի փոխանցումն այստեղ փակեցին Պելիխանյան ու Պելիխանյանից էլ հենց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կլինի Վիցիա Գրիգորյանի պաշտպանած դարպասից Միքայել Լենանոսյան Ադեբայոյին է ուղարկում գնդակը Եսայան Ադեբայոնը կրկին գնդակով խորքից փոխանցում էր ուղղված դեպի Էկտուբայանը, բայց այն չանցավ պաշտպաններից, հիմա Ադեբայոն ուղեցիչ չանցկացած փոխանցումը Գրիգորյան Պետրոսյանը ուղարկեց գնդակը, Գևորգ Արուշանյանն է հիմա ստանում դաշտի միջին հատվածում գնդակը շարժվում է առաջ Արուշանյան, բայց վերջին պահին Ներսիսյանը կռայց Արուշանյանի մտահղացում ու փակեց գնդակի ճանապարհը Վարդան Հովանեսյան հասրեց այստեղ փոխանցում կատարել Հովանեսյանը, բայց Ադեբայոն այստեղ նույնպես արդյունավետ գործեց Սիմոնյանն է հիմա էլ հայտվել ձախ եզրում վտանգավոր է Սիմոնյան, բայց կարծում եմ ավելի լավ տարբերակ կլիներ այստեղ Սիմոնյանի կողմից, եթե փոխանցում հետևեր դեպի կենտրոնում գտնվող Արամ Եսայանի ուղղությամբ, որն էլ ավելի նպաստավոր դիտքում էր ու կարծում եմ գրոյին ավելի տրամաբանական ավարտ կտար, բայց եղավ այն ինչ եղավ, հիմա գնդակով Մկրտչյանն է Գեղեցիկ հնարք իրարեց այստեղ Մկրտչյանը հասնելով Պետրոսյանը կա փոխանցում է Պելիխանյան հարված ու այստեղ Գրիգորյանը կարողանում է հրաշալի ռեակցիա շտորի վերացնել գնդակային հանելով դաշտի սահմաններից անկյունային հիմա կիրացնեն կրկին Mainz-ի ֆուտբոլիստները իսկապես լավ գրով կազմակերպեցին Mainz-ի ֆուտբոլիստները, բայց գրոյի եզրափակիչ մասում դարպասապա թույլ չտվեց այստեղ գնդակը հայտնվի դարպասում ու հիմա մինչ անկյունայինը կիրացնեն փոփոխություն տեղի կունենա Watford-ի կազմում Հարությունյանը հանդիպումը կշարունակի Սիմոնյանի փոխարեն կա մրցավարի Սուլիչը փոխանցումն էլ կա Մկրտչյան այստեղ եթե կասեցներ գնդակ կապա ոչ ոք չէր խանգարել Մկրտչյանին հարված կատարել բայց իհարկե թիկունքով էր մրցակցի դարպասի ուղղությամբ Մկրտչյանը եւ պետք է խաղակետները տվյալ դրվագում Հուշեին դրան հիմա եւս մեկ հարված ենք տեսնում ու այստեղ Տիգրան Ավակյանն է հաջող գործում հեռացնելով գնդակը Ես ռային նետում ենք տեսնում Արուշանյանը հիմա դարպասաձողն է արդեն օգնության գալիս Mainz-ի ֆուտբոլիստերին իսկապես երկրորդ հարգում գրեթե անզիջում է Արուշանյանը եւ
Նրան պարզապես պետք է 2-3 ֆուտբոլիստով վերահսկել Բարսից եկած փոխանցումների ժամանակ, հիմա դուրս չէր եկել գնդակը դաշտի սահմաններից, այո։ Կար այո այստեղ խաղի կանոնների խախտում։ Ներսեսյան, տեսնենք այս գրոհում, ինչի կվերացի Մայնցը, Հովանիսյան լավ գործեց այս դրվագում Հովանիսյանը, բայց կրկին Արուշանյանն է հաջող պաշտպանում տվյալ դրվագում։ Եվս մեկ փոխանցում ու այստեղ էլ Էկտուբարյանն էր, եթե չեմ սխալվում, պաշտպանությունում հայտնվել։ Այո, եւ գնդակը կլինի Մայնցի մոտ։ Հովանիսյան հարված, բայց փակեցին Հովանիսյանի հարվածի ճանապարհը։ Գուցե եւս մեկ հարված հետևի Մկրտչյան, բայց այստեղ Էկտուբարյանը կրկին հասցրեց հեռացնել գնդակը երկրորդ տեմպով ընթանում Մայնցի գրոհաշեզում է Ներսեսյանը, կա Բարսից փոխանցում Ադեբայան հեռացեց ոչ հայկաներու։ Խչվեջյան հարված ու այստեղ էլ պաշտպանն իր վրա ընդունում գնդակը կպայ Արուշանյանը գնդակը դաշտի սահմաններում։ Ու այստեղ հաջող խլում կարողացավ կատարել Մայնցի ֆուտբոլիստը մրցակցից Պերիխանյան։ Պերիխանյան պետք է փորձել, Պերիխանյան հարված, անդրադարձ ու անկյունային հարված կտեսնենք, այո։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կբերի։ Մայնցին Սարգսյանի փոխանցմանն ենք հետևում ու Երանոսյանն է հիմա էլ հեռացնում գնդակը։ Կա եզրային նետումից կատարված փոխանցում, Խշվեդյան դեպի Սարգսյանն է կատարում փոխանցում, բայց այստեղ էլ Նայիրի Պետրոսյանը առաջի դրվագում լավ արձագանքեց, երկրորդ տեմպով կընթանա իհարկե Մայնցի գրոհը։ Խշվեդյան լավ նկատեց Մկրտչյանին։ Դեպի աջ Պերիխանյանի ուղղությամբ հարված ու այստեղ գնդակը այո չհայտնվեց դարպասում։ Եթե հիմա կարողանար Մայնցը կրճատել հաշվի տարբերությունը եւ գնար ընդմիջման 2-1 հաշվի պարագայում, ապա երկրորդ հակեսում խնդիրը էլ ավելի կհեշտանար, բայց առայժմ Մայնցի մոտ այդ վերջական հարվածը դիպուկ չի ստացվում։ Հիմա աչեզով գրում են Վոտֆորդի ֆուտբոլիստները, փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ գնդակը բաժին հասավ դարպասապահին։ Այս փոխանցմանն էլ առաջինը արձագանքում է Արուշանյանը։ Եսայան կա հարված ու գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Լավ էր նկատել բաց անկյունը Եսայանը, բայց նրա կատարած հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Սարգսյան շարժվում է առաջ Սարգսյանը, շատ վստահ գործեց այստեղ փոխանցում ու այստեղ փոխանցմանը կարողացավ առաջինը արձագանքել Վոտֆորդի ֆուտբոլիստը, տվյալ դեպքում Նարեկ Բադալյանն էր եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, Սարգսյանը կիրացնի այս անկյունայինը։ Փոխանցում այստեղ հեռացված է գնդակը ու կտեսնենք եզրային նետում Ադեբայո դեպի ձախ փոխանցում տեսանք ու խաղարկում են Վոտֆորդի ֆուտբոլիստները առայժմ գնդակը։ Եսայան հաջող ասացում կատարեց Եսայանը եւ շատ լավ փոխանցում դեպի Հարությունյանը տեսանք։
Արուշանյան նորից Եսայանն եղարկում գնդակը Արուշանյան լավներ մեկ հպումով կատարած փոխանցում Արուշանյանի բայց Ներսիսյանը հեռացեց գնդակը ու կտեսնենք հիմա Եզրային նետում Պետրոսյանը արագորեն գնդակը խաղարկում է Ադեբայոյի հետ Արուշանյան Այդ այստեղ կարողացան Մայցի ֆուտբոլիստերը խլել գնդակը ու շարժում է առաջ Պերիխանյանը Բայց հաստրեց Երանոցյանը վերջի պայն հեռացել գնդակը ու կտեսնենք Եզրային նետում Մայցի կատարմամբ Առաջի կեսայում մոտենում է ավարտին Բնականաբար Մայցը իր հերթին առաջնային խնդիր ունի լուծելու մինչև ընդմիջման գնալը կրճատել հաշվի տարբերությունը, բայց դա դեռ չի ստացվում Սարգսյանը անդրադարձ այստեղ ու խաղընկերը խանգարեց Սարգսյանին Չեմ կարող ասել հստակ դիպավ այստեղ Հովհաննիսյանը գնդակին թե ոչ այո դիպավ այդ իսկ պատճառով չնշանակվեց անկյունային հարված Եթե չլիներ Հովհաննիսյանը շատ մեծ հավանականությամբ գնդակը կընթանար դարպասի ուղղությամբ Արուշանյան գուցե ինքն եզրափակի այս անցումը, բայց Արուշանյանի կատարած հարվածից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու լսվում է մրցավարի առաջի խաղակեսի ավարտն ասդարող սուլիկը կարճատև դադար, որից հետո կշարունակենք։ Ցելի ֆուտբոլիստներն մենք վերադառնում ենք միասին շարունակելու դիտել Մայնցն դեմ Վոտֆորդի հանդիպումը ու մեկտարկեց երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 2-0 է առայժմ Գերանոսյանի դուբլի շնորհիվ հաղթում են Վոտֆորդի ֆուտբոլիստները Եկեք եւս մեկ անգամ արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին Սկսենք Մայնցից ում դարպասը պաշտպանում է Տիգրան Ավակյանը համար 33, Էրիկ Ներսիսյանը համար 4, Եղամ Սարգսյանը համար 7, Հայկ Մկրտչյան համար 8, Կարապետ Կիրակոսյանը համար 9, Դավիթ Պերիխանյանը համար 10, Դավիթ Խշվեջյանը համար 11, Դավիթ Գևորգյանը համար 16, Ռաֆայել Կյուրեղյանը համար 17, Վիաչեսլավ Պետրոսյանը համար 18, Վարդան Հովհաննիսյանը համար 22, Նարեկ Երվանդյանը համար 27 եւ Նարեկ Սարգսյան համար 90 Արուշանյանն է գնդակով Այս գրոյից հետո նաև կծանոթացնեմ Վոտֆորդի կազմը Պետրոսյան Եվ հետ փոխանցում ենք տեսնում Ադեբայոյի ուղղությամբ Գրոչի ավարտվել Վոտֆորդի եւ այստեղ կարողանում է դուրս գալ դարպասից Ավակյանը վստահ գործողություններով հեռացնել գնդակը Գևորգ Արուշանյան Հիմա խլեցին Արուշանյանից գնդակը եկեք Քանի դեռ կա ժամանակ ծանոթացնեմ Վոտֆորդի կազմը, բայց կրկին Վոտֆորդի անցնում գրող Եկտուբարյան հարված ու անկյունային հիմա կտեսնենք, այո, այստեղ վաստակեց պարտիդավիճակում անկյունային հարվածի հնարավորություն Եկտուբարյանը իր թիմի համար ու կտեսնենք երկրորդ խաղակեսի առաջին անկյունայինը։ Եվ այսպես Վոտֆորդի դարպասը պաշտպանում է Վիզիա Գրիգորյանը համար 1, Դավիթ Պետրոսյանը համար 2, Համո Աթայան համար 3, Արմեն Հարությունյան համար 5, Ադեբայո Օլամիլեկան համար 6, Գևորգ Արուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8 տեսնում ենք փոխանցում այստեղ Արուշանյանի հարվածը փակվեց իսկ Պետրոսյանի կատարած հարվածից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Նշեցի Հայկ Պողոսյանին ով հանդես է գալիս 8 համարով Նարեկ Բադալյան համար 9 Գագիկ Սահակյան համար 10 Արամ Եսայան համար 11 Միքայել Երանոսյան համար 15 ով այսօր դարձել է երկու գնդակի հեղինակ խաղադաշտում Կարեն Սիմոնյան համար 22 եւ Նարեկ Եկտուբարյան համար 49 Ադեբայոն այստեղ կրկին հաջող խլում կարողացավ կատարել ու գնդակ ուղարկեց Արուշանյանի ուղղությամբ Հիմա Աչեզով Արուշանյանը շարժում է առաջ շատ լավ անցում է Եկտուբարյան կրկին Արուշանյանին է ուղղված այս փոխանցումը բայց չհասցրեց հարված կատարել Արուշանյանը ու հիմա նետվում է առաջ Ներսիսյանը բայց Ադեբայոն այստեղ կրկին վստահ պաշտպանվեց ու գնդակ ուղարկում է պաշտպանություն բայց այստեղ խլում է Ներսիսյանը մրցակցից գնդակի իսկ այստեղ Կար խաղի կանոնների խախտում հենց Ներսիսյանի կողմից, այո, հարվածի փոխարեն հարվածեց Պետրոսյանի ոտքին։ Եվ փոփոխություն կտեսնենք Մայցի կազմում։ Խշվեջյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Կարապետ Կիրակոսյանը։ Ադեբայո Կրկին գտավ դաշտի միջին հատվածում Արուշանյանին, բայց այստեղ թիկունքով է մրցակցություն Արուշանյանին կորցրեց գնդակը հետո է խլեց Եվ նետվում են առաջ Աչեզով հիմա Վոտֆորդի ֆուտբոլիստները վտանգավորը կա փոխանցում, բայց այստեղ գնդակը չհասավ Կարեն Սիմոնյանին
Եվ եզրային նետում կտեսնենք, Սիմոնյանն էլ հենց նետում է եզրից Հարությունյանի ուղղությամբ։ Ադեբայո հեռու թողեց գնդակը այստեղ Ադեբայոն ու այն կորցրեց։ Եվ հիմա եզրային նետում կտեսնենք։ Սարգսյանն է պատրաստվում իրացնել այն, կատարեց փոխանցում Գևորգյանի ուղղությամբ, Կիրակոսյան, բայց այստեղ կար խաղի կանոնների խախտում Կիրակոսյանի դեմ պայքարում ու ստանդարտ իրացնել Մայնցի ֆուտբոլիստները։ Արագորեն խաղարկում են Մայնցի ֆուտբոլիստները, գնդակը Մկրտչյանն էլ արվածում է դարպասի ուղղությամբ, բայց արվածը բավական բարձր ընթացավ։ Սիմոնյան զարգացնում է ձախ եզրով արագություն Սիմոնյանը անցավ այստեղ մեկ մրցակցի Սիմոնյան, բայց երկրորդ անգամ Ներսիսյանը թույլ չտվեց, որպեսզի մրցակիցը անցնի իրեն։ Ադեբայո այստեղ շատ լավ դուրս եկավ պաշտպանությունից եւ շարժում է առաջ գնդակով Ադեբայոն, Գևորգ Կարուչյանյան կրկին Ադեբայոին է ուղղված գնդակը, Ադեբայո չի ավարտվել Ոթֆորդի գրով, Սիմոնյան բարձից փոխանցում թողեց Արուշանյանը գնդակի Էկտուբարյանին, բայց նրա կատարած արվածից հետո գնդակը շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եզրային նետում հիմա կտեսնենք։ Ադեբայո ուժեղ ստացվեց Ադեբայոյի այս փոխանցումը, բայց խաղանքերը պայեց գնդակը դաշտի սահմաններում, հետո էլ խլեցին Մայնցի ֆուտբոլիստները, բայց արագորեն էլ կորցրին ու հիմա Գրիգորյանը ուժեղ փոխանցում է կատարում Սիմոնյանի ուղղությամբ, կա Գևորգ Կարուչյանի տարբերակը, բայց գտավ ուղիղ գծով Էկտուբարյանի Սիմոնյանը։ Շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի աջ։ Եվ չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ։ Պետիխանյանը շարժվում առաջ, թողնելով գնդակը Մկրտչյանին։ Գեղամ Սարգսյան դեպի առաջ փոխանցում տեսանք։ Չկատարվում այստեղ, ուժեղ էր այս փոխանցում, ու կտեսնենք եզրային նետում։ Հարությունյան ուղարկեց Ադեբայոյին գնդակ, իսկ Ադեբայոն էլ իր հերթին ուժեղ հարվածով գնդակ ուղարկեց առաջ։ Եվ այստեղ կար խաղի կանոնների խախտում, այո։ Պողոսյան հարված անդրադարձում նեղություն Մկրտչյանն և կտեսնենք հիմա անկյունային հարված։ Մայնցի ֆուտբոլիստների կատարմամբ Արությունյանն է այստեղ էլ հեռացնում գնդակը, ոչ այնքան հեռու, գնդակը դուր չի եկել դաշտի սահմաններից, հարված ենք հիմա տեսնում ու կրկին Հայկ Մկրտչյանի կատարած հարվածից հետո գնդակը շեղությամբ ընթացավ։ Ադեբայո
Դեպի Արուչյանյանը փոխանցում են տեսնում, բայց այստեղ թույլ չտվեցին մրցակցի ֆուտբոլիստները, հետո Էկտուբանյանը խլեց Երանոսյան, Արուշանյան ու բարձր է ստացվում Արուշանյանի կատարած հարվածը։ Պետրոսյանն է հիմա գնդակով, այո իսկապես շատ հանգիստ հաղարկում են Վոտֆորդի ֆուտբոլիստները գնդակը, Էկտուբանյան թողեց գնդակը Ադեբայոյին, Ադեբայո հարվածու, Մկրտչյանը փակեց այստեղ գնդակի ճանապարհը, իսկ այս գնդակը ուղիղ դարպասապային էր ուղղված, Ներսեսյան Եմ եզրային դեպի կտեսնենք բայց փոփոխություն այս ընթացքում, այո Պետրոսյանի փոխարեն խաղադաշտ է դուրս գալիս Գագիկ Սահակյանը, ով այսօր կար թիմի հայտարարություն, բայց դեռ չէր հայտնվել խաղադաշտում եւ հիմա արդեն Սահակյանը որպես թարմուշ իհարկե կփորձի օգնել իր թիմին, շատ կարեւոր ֆուտբոլիստ է Վոտֆորդի կազմում, Սահակյանը բազմաթիվ գոլեր է կարողացել հեղինակել Աֆելին հեղինակավոր առողջություններում եւ այսօր կփորձի կրկին իր գործողություններով աչքի ընկնելու օգնել Վոտֆորդին, հիմա տեսնենք ինչ է պատահել Վոտֆորդի ֆուտբոլիստին, ամեն ինչ կարգին է ինչ կար այստեղ ոչ մի վտանգավոր բան, հանդիպումը շարունակել կամ չշարունակելու հետ կապված Վոտֆորդի պաշտպանը եւ հիմա արդեն Վոտֆորդը շարժվում է առաջ, Արուշանյան Էկտուբանյանին ուղարկեց գնդակը, բայց այստեղ խլեցին նրանից գնդակը, բայց միևնույն է գնդակը կրկին կլինի Վոտֆորդի մոտ, եզրային նետում իրականացնեն Վոտֆորդի ֆուտբոլիստները, Սահակյան ուղարկում է գնդակը Ադեբայոյի ուղղությամբ եւ հիմա իր անկյունային հարված են վաստակում Վոտֆորդի ֆուտբոլիստները Փոխանցում ենք տեսնում ու այստեղ դարպասապահ Ավագյանը շեղեց գնդակի ուղղությունը, Գագիկ Սահակյան գուցե ինքն փորձի այդ սուր անկյունից հարված կատարեց փոխանցում, բայց գնդակը բաժինացավ դարպասապահին Պերիխանյան փորձեց այստեղ անցում կատարել, բայց մի անգամից մի քանի ֆուտբոլիստի շրջափակման մեջ հայտնվեց Պերիխանյանը եւ շատ բարդ էր այդ իրավիճակում կողմնորոշվել Սահակյան թողնում է գնդակը Արուշանյանին Սահակյանն է կրկին գնդակով իհարկե պետք չէ թույլ տալ Սահակյանին նմանատիպ ազատություն խոսքս վերաբերվում է Մայնցի ֆուտբոլիստերին իհարկե նա ցանկացած անհնարին եւ հնարավոր իրավիճակներում կարող է եզրափակել իրեն ընձեռնված շանս, իսկ Սահակյանի խաղադաշտում շանսերը իհարկե տրվում են, նա շատ լավ տեխնիկայով եւ արագությամբ աչքի է ընկել արդեն եւ այսօր նա կփորձի իհարկե դեռ իր խոսքն ասել խաղադաշտում Էկտուբանյանը հարված ու այստեղ գնդակը չհայտնվեց դարպասում հիմա հարված կլինի Մայնցի դարպասից Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց Հարությունյանն է այստեղ կրկին առաջին արձագանքում գնդակին ու ուղարկում այն Էկտուբանյանի ուղղությամբ
Գերանոսյան կրկին Սահակյանին էր ուղղված այս փոխանցումը անցավ մեկ մրցակցի Սահակյանը փորձեց դարպասապային շրջանցել չստացվեց իսկ վերջին հարվածը Գագիկ Սահակյանի բարձր է ստացվում իհարկե չէր սպասում որպեսզի այստեղ գնդակը բաժին կհասցնեն եւ կացի դարպասապայից բայց դա տեղի ունեցավ իսկ Սահակյանը առաջին իր ռեալ հնարավորությունը այս խաղում ձախողեց իհարկե դա դեռ 20-ը բնականաբար էլ ավելի շատ շանս էր այս խաղում բայց առայժմ հաշիվը մնաց անփոփոխ Պերիխանյան այդ փոխանցում ենք տեսնում այստեղ հիմա կա փոխանցումը բայց այստեղ Ադեբայան առաջինն է արձագանքում գնդակին հիմա Պերիխանյանը կրկին լավ պաշտպանվեց Ներսեսյան ու կտեսնենք անկյուրային արված Կիրակոսյանային կիրասնի իհարկե եթե մեկ գնդակ կարողանա մայից արագ ետ բերել ապա էլ ավելի կհետաքրքրի հանդիպումը հանդիպման ընթացքը ինտրիգը էլ ավելի կբարձրանա քանի որ արդեն մեկ գնդակ այդ դեպքում կբաժանի միավորից մայցին բայց այսպիսի պարագայում իհարկե Վոտֆորդը շտապելու ոչ մի տեղ չունի եւ շատ վստահ է գործում իրեն խաղադաշտում Սահակյանը հաջող խլում կարողացավ կատարել 3-3-ի դիմաց նետվում են առաջ Վոտֆորդի ֆուտբոլիստները բայց Սահակյանի փոխանցմանը այստեղ ավելի շուտ արձագանքեց Ներսեսյանը եւ շատ հաջողանցում կատարեց Ներսիսյանը պահելով գնդակը դաշտի սահմաններում հիմա կա փոխանցում այս գնդակը Ադեբայոյին էր ուղղված Գերանոսյան այստեղ կարողացավ շրջանցել մեկ մրցակցի Երանոսյանը կա Սահակյանի տարբերակը տեսանք փոխանցում բայց այստեղ գնդակը մի փոքր անդրադարձով հասավ Գագիկ Սահակյանի եւ դա էր հիմնական պատճառը որ նա չկարողացավ հարվածի հնարավորություն ստանալ Արուշանյան հիմա միգուցե ստացվի ինչ էր այստեղ խախտում կար եւ կարծես 11 մետրանոց է նշանակում հանդիպման գլխավոր մրցավարը Դժվարանում եմ ասել խախտումը տեղի ունեցել միշտ ուգանային հրապարակ մտնել Արուշանյանի թե դրանից դուրս ոչ 11 մետրանոց է սա անկասկած այո ուգանային հրապարակում է գտնվում Գևորգ Արուշանյանը եւ հիմա Վոտֆորդը շատ լավ հնարավորություն ունի երապատկելու իր առավելությունը եւ եթե հիմա կարողանան աչքի ընկնել Վոտֆորդի ֆուտբոլիստները խփելով Եորգ գնդակ այս խաղում իհարկե դա հերթական 3 միավորը վաստակելու իրատեսական շանս կլինի տեսնենք Ադեբայոն է իրացնելու հարվածը կա մրցավարի սուլիչը Ադեբայո հարված ու անկասելի հարված 3-0 Վոտֆորդը երապատկում է իր առավելությունը հարված կարողացավ կատարել Ադեբայոն 11 մետրանոց նշակետից եւ հիմա արդեն կարելի է ասել այս գնդակով Վոտֆորդը կփորձի հեռանալ խաղադաշտից 3 միավորը ձեռքին իհարկե շատ բարդ է պատկերացնել ինչպես այս իրավիճակից հետո Մայնցը կարող է փրկել այս հանդիպումը բայց իհարկե սա ֆուտբոլ է ամեն ինչ հնարավոր է հիմա Պերիխանյանն է շարժվում առաջ Ագվեց այստեղ Ադեբայոյի կողմից Պերիխանյանի փոխանցման ճանապարհը իսկ Սիմոնյանը կարող է զարգացնել արագություն ձախեզրում բայց որոշեց փոխանցում կատարել Սահակյանի ուղղությամբ իսկ պաշտպանը ավելի արագ գործեց տվյալ դրվագում ընդունելով գնդակը Ներսեսյան լավ ստացվեց այստեղ փոխանցումը Մկրտչյան Պերիխանյան հիմա գնդակը բաժինացավ բայց Հարությունյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին հեռացնելով այն Մայնցը հիմա կրկին ասում է Գրոյի Սարգսյան Մկրտչյան ինչ է կատարվում հեռացված է գնդակը Սիմոնյան ուղարկում է գնդակը դեպի Սահակյանը բայց այստեղ հաջող կասեցում չկարատարեց Գագիկ Սահակյանը այլապես Երանոսյանը արդեն թիկունքից զարգացրել էր արագություն իսկ Ադեբայոն խախտեց այստեղ խաղի կանոնները
Տեսնենք այս ստանդարտ իշվս խաղարկեն Մայնցի ֆուտբոլիստները, Կարապետ Կիրակոսյանն է գնդակի մոտ։ Կա մրցավարի Սուլիչը, Կիրակոսյան արված հետևեց դեպի դարպասը, բայց այստեղ Վիտյա Գրիգորյանը գերազանց գործեց, երկու դրվագում էլ նա բռունցքներով կարողացավ հեռացնել գնդակը, հետո արդեն երկրորդ ընթացքից ֆիքսեց այն, Երանոսյան գուցե հետևի փոխանցում դեպի ձախ, բայց չէր նկատել Բադալյանի առաջ խաղացումը Երանոսյանը։ Ադեբայո կրկին Բադալյանին է ուղարկում գնդակը ու շարժվում են առաջ հիմա Վոտֆորդի ֆուտբոլիստները, Եսայան լավ փոխանցում է դեպի Սիմոնյանը, հարված է տեսանք, բայց գնդակը թույլ ընթացավ այստեղ եւ բաժին հասավ դարպասապատ Տիգրան Ավակյանի, Պերիխանյան դեպի Կիրակոսյանը փոխանցում տեսանք, բայց այստեղ նորից Մայնցի ֆուտբոլիստները չկարողացան գրողը ավելի լավ զարգացնել ու Վոտֆորդը սկսում է խորքից, Հարությունյան հետևեց փոխանցում դեպի Նարեկ Բադալյանը, Գևորգ Արուշանյանն է ստանում կենտրոնում գնդակը, պայելով այն իր մոտ, Արուշանյան Ադեբայո եւ հանգիստ այսպես խաղարկելով պաշտպանությունից փորձում են դուրս գալ Վոտֆորդի ֆուտբոլիստները, կրկին Արուշանյանն է գնդակով, տեսնենք հիմա որոշում կայացնի Արուշանյանն ուղարկեց Երանոսյանի գնդակը, բայց Երանոսյանի փոխանցումը չանցավ, Պերիխանյան սա հարված էր, բայց հիմա էլ փակեցին Պերիխանյանի հարվածի ճանապարհը եւ շատ լավ հնարավորություն ունի հիմա Վոտֆորդը արագ հակագրով իրականացնելու։ Արուշանյան մտավ Տուգանային հրապարակ, Արուշանյանը փորձեց ինքն եզրափակել, բայց այստեղ դարպասապահը շատ վստահ կերպով վերցրեց գնդակը Արուշանյանի կատարած հարվածից հետո։ Բադալյան ուղարկում է գնդակը Եսայանին, Ադեբայո, Արուշանյան, կրկին Ադեբայո լավ նրա իսպատ խաղարկումը, Սիմոնյան գուցե եզրափակի այս գրով, Սիմոնյանը այն էլ ինչպես է եզրափակում, 4-0 Վոտֆորդը կարելի ասնել արդեն վստահությամբ, որ դաշտից կհեռանա 3 միավորով։ Չորսերո այո, Վոտֆորդը խառապատկեց իր առավելությունը, իհարկե այս դրվագում դժվարանում եմ ասել, բայց այնուամենայնիվ կարծում եմ ավելի ստույգ դա հանդիպան վերջում պարզ կդառնա, իհարկե Սիմոնյանը կատարեց ուժեղ հարված, բայց դժվարանում եմ ասել, արդյոք Բադալյանը շեղեց գնդակի ուղղությունը, թե ոչ, առայժմ օնլայն տարբերակով ինձ մոտ գոլը գրանցված է Սիմոնյանի անվան դիմաց, բայց դա իհարկե կդիտարկվի։ Հիմա կրկին Սիմոնյաններ գնդակով թողեց գնդակը Երանոսյանին։ Կիրակոսյան հերվից հարված ու այստեղ Հարությունյանն է հեռացնում գնդակը։ Եզրային հետում հիմա կտեսնենք Մայնցի ֆուտբոլիստների կողմից։ Գրում է Մայնցը, բայց այստեղ Ադեբայոն շատ լավ դուրս եկավ պաշտպանությունից ու անցնում է ֆուտբոլիստերից, այստեղ մի քանիսի, հիմա Եսայանն է ստանում գնդակը, կա Պետրոսյանի տարբերակը, բայց դարպասապահ Տիգրան Ավակյանը այստեղ շատ վստահ կերպով կրկին ֆիքսեց գնդակը, թույլ չտալով որպեսզի փոխանցումը հասնի Հասիատիրոջը, Ադեբայո կրկին ստացվեց անցումը Ադեբայոյի, ուղարկում է գնդակը Նայիրի Պետրոսյանին, կրկին Ադեբայո, շատ լավ փոխանցում տեսանք դեպի Եսայանը, Եսայան, Սիմոնյան, Պետրոսյան, Ադեբայո հարված ու այստեղ գնդակը հրաշքով չհայտնվեց Մայնցի դարպասում։ Ներսեսյան Մկրշյանը խաղարկեց գնդակը, այո, Վոտֆորդը օնլայն տարբերակով ունենում է վաստակած 9 միավորի ակտիվում և այս պահի դրությամբ
Միայն սա գլխավորում է մրցաշարային աղյուսակի իհարկե դեռ Watford-ի հիմնական մրցակիցները կասկածում իրենց երրորդ տուրի հանդիպումը, նրանք առայժմ այս տուրի իրենց հանդիպումը չեն անցկացել, տվյալ դեպքում ոսկե սառաքշային հերթին վերաբերվում է Watford-ից բացի Manchester City, Newcastle-ի և Juventus-ին, ովքեր այն թիմերն են, որոնք երկու անցկացած հանդիպումից հետո ունեն նույնքան տարած հաղթանակ, այստեղ ստացվեց Պետրոսյանի հարվածը։ Կիրակոսյան, մնաց գնդակով Կարապետ Կիրակոսյանը, բայց փոխանցումը չանցավ Կիրակոսյանի, Եսայան ինքն էլ միանգամից հարվածեց ու անկասելի հարված 5-0 արդեն Watford-ը շատ լուրջ հաշվով է հաղթում այս խաղում։ Ինք 0 այո, իսկապես շատ գեղեցիկ գոլ տեսանք Եսայանի կատարմամբ և հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվեց գերվստահ հաղթանակ տարավ այսօր Watford-ը վաստակելով իր հերթական 3 միավորը։ Իսկ այս հանդիպումն ավարտված է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։